Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների ամրապնդման ֆոնին Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Մոսկվան ըմբռնումով կվերաբերվի հայկական կողմի ցանկացած ընտրության։ Հայաստանը մեզ շատ մտերիմ երկիր է, այն դաշնակից է, Եվրասիական տնտեսական միության եւ անկախ պետությունների համագործակցության մաս է կազմում։ Մեզ միավորող մարդկային կապերը խորն են, շատ լուրջ եւ շատ վաղեմի։ Մենք մեծ հարգանք ունենք Հայաստանի ժողովրդի նկատմամբ եւ իհարկե, ինչպես բազմիցս հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ըմբռնումով կվերաբերվենք Հայաստանի ժողովրդի ցանկացած ընտրությանը, լրագրողներին ասել է Օվերչուկը Ռուսաստան իսլամական աշխարհ Կազան ֆորում 2026 միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աստանայում Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցության լայն հնարավորություններ, ածխաջրածնային հանքավայրերի մշակումից մինչև օգտակար հանածոների փոխադրում։ Նա նաև խոսել է էներգետիկ անվտանգության հիմքերի ամրապնդման եւ էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացման մասին։ Մենք ցանկանում ենք, որպեսզի մեր երկրի տարածքով Ղազախստանից նավթի մեծ ծավալներ հասնեն համաշխարհային շուկաներ։ Մենք աշխատում ենք Կասպից ծովով անցնող միջին միջանցքի վերակենդանացման ուղղությամբ ինտեգրելով մեր երկաթուղային կապերը, նավահանգստային ենթակառուցվածքները եւ թվային մաքսային համակարգերը։ Մեր նպատակը ոչ միայն մեր երկրներն էլ ավելի մեծացնելն է, այլև Եվրասիական տարածաշրջանի համար համաշխարհային տնտեսությունում ավելի մրցունակ դիրք ապահովելը, հայտարարել է Էրդողանը։ Կիևի վրա ռուսական հրթիռների եւ ԱԹՍ-ների հերթական զանգվածային հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 24 մարդ, այդ թվում 3 երեխա, կան տասնյակ վիրավորներ։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն մայիսի 15-ը քաղաքում սգո օր է հայտարարել։ Այդ օրը Կիևում կիչեցվեն պետական դրոշները, քաղաքում կարգելվեն ժամանցային բոլոր միջոցառումները։ Ուկրաինական զինված ուժերը հայտնել են, որ մեկ օրվա ընթացքում ռուսական բանակն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 892 անօդաչու թռչող, որոնցից 710-ը կասեցվել է հակաօդային պաշտպանության միջոցով։ Պատերազմի ընթացքում առաջին անգամ հարձակման է ենթարկվել նաև Անդրկարպատյան մարզի մայրաքաղաք Ուժգորոդը։ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիվիհան հայտնել է, որ Կիևի վրա զանգվածային օդային հարձակման կապակցությամբ իր գերատեսչությունը նախաձեռնելու է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ։ Ռուսաստանը եւ Ուկրաինան իրականացրել են 205-205-ի դիմաց ձևաչափով ռազմագերիների փոխանակում։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Ռազմական գերատեսչությունը հավելել է, որ մարդասիրական բնույթի միջնորդություն է ցուցաբերել Արաբական Միացյալ Էմիրությունները։ Ռուսաստանցի զինծառայողները գտնվում են Բելարուսում, որտեղ ստանում են հոգեբանական եւ բժշկական օգնություն։ Ավելի ուշ նրանք կտեղափոխվեն Ռուսաստան բուժման եւ վերականգնման համար։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է, որ ռուսական գերությունից վերադարձել են Ուկրաինայի զինված ուժերի, ազգային գվարդիայի եւ պետական սահմանային ծառայության զինծառայողներ։ Սա 1000-ի դիմաց փոխանակման առաջին փուլն է, ասել է Զելենսկին։ Նրա խոսքով ազատ արձակվածների թվում են շարքայիններ, սերժանտներ եւ սպաներ։ Նրանց մեծ մասը 2022 թվականից գտնվում էր ռուսական գերության մեջ։ Նրանք պաշտպանել են Ուկրաինան Մարիուպոլում եւ Ազովստալում, Դոնեցկի, Լուգանսկի, Խարկովի, Խերսոնի, Զապորոժիեի, Սումիի, Կիևի եւ այլ ուղղություններում եւ Չեռնոբիլի ատոմակայանում, նշել է Ուկրաինայի նախագահը։ Хочется сказать одне. Коханечка, я вже вдома. Չինաստանի նախագահ Սի Ցինփինը մայիսի 15-ին փակ հանդիպում է անցկացրել պետական այցով երկիր այցելած Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Ցին դրական է գնահատել ամերիկյան կողմի հետ շփումները։ Այցը պատմական է։ Միասին մենք հաստատեցինք Չինաստան-ԱՄՆ կառուցողական, ռազմավարական եւ կայուն հարաբերություններ ունենալու դիրքորոշումը, ասել է Չինաստանի նախագահը։ Նա հայտարարել է, որ Թրամփի հետ բանակցությունների արդյունքում կարևոր փոխհմբռնման են հասել կայուն տնտեսական եւ առևտրային կապերը պահպանելու, տարբեր ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու եւ միմյանց մտահոգությունները պատշաճ կերպով լուծելու վերաբերյալ։ Չինաստանի առաջնորդը կարևորել է բանակցություններում ձեռք բերված կոնսենսուսը պահպանելն ու հարաբերությունները ճիշտ ուղու վրա պահելը։ Դոնալդ Թրամփը Սի Ցինփինի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ այդ երկիրը կարող է սկսել նավթ գնել Միացյալ Նահանգներից։ Սին ասել է, որ նրան դուր է գալիս այդ միտքը։ Կարծում եմ, դա տեղի կունենա։ Մենք չինական նավերն ուղարկելու ենք Տեխաս, Լուիզիանա եւ Ալյասկա, ասել է Թրամփը։ Հնարավոր գործարքի մասին այլ մանրամասներ հայտնի չեն։ Թրամփը նաեւ հայտարարել է, որ Չինաստանի նախագահը համաձայնել է գնել 200 Boeing ինքնաթիռ։ Մայիսի 13-ից 15-ը Չինաստան կատարած պետական այցի շրջանակում նրան ուղեկցել են ամերիկացի խոշոր գործարարներ, այդ թվում Boeing-ի ղեկավար եւ նախագահ Քելի Օրտբերգը։ Դավիթ Մուրադյան, լուրեր։